Բամը մտածենք անցիմը մասին, որ մեզի մոտիկ մարդ, թերևս հարազատ մարդ, որ մեզ թավաջանած, վիրավորած և խորը ցավ պատճառած է։ Գրնանք այսպիսի մեկը ներել, հարցում է։ Հովսեփ փորձառություն ունեցավ Սուրբ Գիրքի ամենածանր թավաջանություններն մեկը, Հիսուսի նկարանշուշտ, Հիսուսի վերջ Հովսեփինն էր։ Իր հարազատ եղբայրները զինք գծախեն քերության։ Եվ այսօր արդյունքով բաժնված էր իր հորմեն երկար տարիներ։ Քերության մեջ մեղադրված էր սխալ բանով, փանդարգված էր։ Սակայն հրաշքով Աստված կմիջամտե եւ ինքը Եգիպտոսի վարչապետը կդառնա։ Տարիներ հետո իր եղբայրները անոթի դգար օգնության պետքով գմոդենան Եգիպտոսի վարչապետին առանց գիտնալու որ ինքը ով է։ Հովսեփ ինչ պիտի աներ։ Այսօր պիտի փորձենք Սուրբ Գիրքը բրբդել, հայտնաբերելու ոչ թե միայն ինչպես Հովսեփ ներեց իր եղբայրներուն, հապա ինչու գրծավ ներել, ինչպես գրծավ ներել այսպիսի տաժանություն, որ երկար տարիներ ցավ տարաբանք նեություն պատճառած է։ Որպեսզի այս շատ հետաքրքրաշարժ, fascinating պատմությունը հասկանանք եւ ինչպես Հովսեփ գրծավ ներել իր եղբայրներուն, հետևյալ 4 կետերում պիտի անդրադառնանք։ Հովսեփի վատառողջ դաստիարակությունը, Joseph's dysfunctional upbringing, Հովսեփի ցավոտ հասունությունը, Joseph's painful maturation, Հովսեփի բարեհաճ ներումը, Joseph's gracious forgiveness, եւ վերջավորությամբ պիտի փակենք Հովսեփի պատգամը մեզի, Joseph's message to us today. Առնենք առաջինը, Հովսեփի վատառողջ դաստիարակությունը, որպեսզի Հովսեփը եւ իր վրացները հասկանանք, իր կյանքը հասկանանք, շատ կարևոր է որ հասկանանք իր ընտանեկան բարակաները, ինչ տեսակ ընտանիքի մեջ մեծավ։ Հովսեփ մեծավ ընտանիքի մեջ, որ 4 սերունդ խախտված ընտանիք էր։ Իր մեծ հայրը Աբրահամ եղբայրը, Աբրահամը գճանշնակ, իր ընտանիքը բաժնված էր, կար նախանձ, կար ադելություն, կար հագարակություն։ Աբրահամի առաջին զավակը գծնի իր կնոջ ծառայեն Հագարե, Իշմայելը։ Տարիներ հետո Աստված իր խոստումը կկատարի Աբրահամին գուտա Իսահակը, Սարայեն այս անգամ։ Հագար եւ Սարա իրարու մրցակցության, իրար գադեն։ Իշմայել ինքզինքը որպես մեծ տղա եղբորը վրա գտեսնե։ Եվ Սարայի խենթանա ամուսինին գպարտատրե, որպեսի Հագարը եւ իր զավակը Իշմայելը հեռացնե։ Որպեսի չլա որ Իշմայելը իր դուն ժառանգը առնե, իր հորմեն ժառանգը առնե, Իշմայելը մեծ տղան է, իրեն կհասնի։ Ասիկա Աբրահամն է։ Իսահակ կմեծնա եւ ինքը ընտանիք կգազմե։ Ինչ տեսակ ընտանիք կգազմե Իսահակ։ Ընտանիքը, որում մեջ կար բաժանում, խտրականություն եւ թշնամություն։ Իսահակ
կամուսնանա Ռեբեկայի հետ։ Գունենան երկու տղա, Եսավ եւ Հակոբ։ Իսահակ գսիրե Եսավին, իրեն համով ջաշեր գբերը, որս գբերը։ Ռեբեկա գսիրե բզդիկ տուգուն, Հակոբի։ Եվ ոչ թե միայն այս բաժանումը գա, հայտնի որ դեր եւ դիգին իրարու հետ լավ չեն, Ռեբեկան գսորվեցնե, գմղե իր բզդիկ տուգուն, իր դուգուն Հակոբին, երթա իր ձերացած մերնող հորը խապե եւ իր մե անտրանիկ զավագին ժառանգությունը քողնա անշուշտ ասոր արդյունքը Եսավ կգիտնա գորոշե մերցնել իր եղբորը Հակոբ կփախի այսպեսակ ընտանիքի մեջ կմեծա Հակոբ կփախի կամուսնանա ինքը ինչ տեսակ ընտանիք կգազմե Հակոբ երկու գին գունենա, երկու քույրեր, երկուքին հետ կամուսնանա, մեկը Լիան է, որուն հանդեպ անդարբեր էր, at the best, մույսը Ռաքելը, Ռեյչել, որուն շատ կսիրեր։ Աս երկու քույրերը, որ իրար հետ լավ էին չամուսնացա, ամուսնանան մեջ թշնամություն գմտնե, որովհետև մեծ քույրը Լիան 10 հատ բզդիկ կշար է, Բզդիկը զավակ չունենար Լեան Ռաքելին վրա գխնթա Վեշ ասված Ռաքելին երկու զավակ կուտա Հովսեփ և Փենյամին Հիմա Հակոբ ավելի գսիրե բզդիկ քույրը Ռաքելին երկրորդ կինը քան առաջինը Եվ ասիկա գնգադի փացե Եվ որ ատկե երկու բզդիկ կունենա, ադոնց ավելի գսիրե մյուս 10-են։ Եվ ամենե շատ գսիրե Հովսեփին, եւ ասիկա քախտնիկ չէ, փացեի փաց, իրեն համար շատ քեղեցիկ բատմուջամը գշինե քունավոր։ Գուդա Եվ Հովսեփ գմեցնա այստեղից բաժնված Ադելությունով լեցուն ընտանիքի մեջ։ Ինչ կագնգալ են Հովսեփեն։ Սերունդներ անց, մեկ սերունդեն մույսը, խդրականություն, favoritism, որ մեկ էլ է նախանց, jealousy, խաբեություն և խախտված հարաբերություններ ընտանիքի մեջ։ Եվ աս բոլոր ինչպես կացտե Հովսեփին, Հովսեփ կմեծնա շփացած, հայաստանցիները գսեն լքստված։ Ինքսինքը իր եղբայրներուն վրա գտեսնե, իրենց վրա գխնտա, և օր մնալ ինքսինքը գտեսնե իր ծնողներուն վրա, և Հակոբը գներվի։ Եվ այս իր շփացածության ինքսինքը տեսնելու այս խտրականության արդյունքով 10 եղբայրները գադեն Հովսեփին։ Եվ երբ որ արիթը գլա, Հովսեփին գծախեն որպես քերի Եգիպտոս։ Եվ իրենց հորը գսեն Հովսեփը մերավ, կենթանի մգերերը, իր բատմուջանը արյուններու մեջ տեսանք։ Հիմա ինչ կբադայի Հովսեփին Եգիպտոսի մեջ, գծախեն որպես քերի Իշմայելացիներու, որոնք Եգիպտոս կերտան գոր։ Ադոր համար պիտի անցնենք երկրորդ նյութին, երկրորդ բաժինը, Հովսեփի շատ ցավոտ հասունությամբ։ Եգիպտոսի մեջ Հովսեփ սարսափելի կրնակ երևակայել ցավ եւ դարաբանքի փորձառություն ունենա։ Այս տղան, շփացած տղան, որ հորը անխախտ պաշտպանություն ուներ, հիմա զրկված է ատկե։ Այս տղան, որ ամեն առանձնաշնորհում եւ հանգիստ կվայելեր, հիմա քերի է։ Քերի է օտար երկրի մեջ, անձանոտ երկրի մեջ։ Լեզուն չգիտեր, մշակույթը չգիտեր։ Եվ հիմա ստիպված է ուրիշներուն ծառայելու, հրաման ընդունելու։ Այդ տղան, որ հրաման կրնար տալ, հիմա հրամաններու ենթակա է։ Եվ
երբ որ Հովսեփ ծախեցին Դոթան շրջանն էր հյուսիսային Իսրայել եւ մինչեւ Եգիպտոս 350-400 կիլոմետր է։ Այդ ժամանակ ուղդերով գերտային քարավան մներ կարներ ասոնք 3-4 շաբաթ։ Եվ այս 3-4 շաբթվա ընթացքին Հովսեփ կքալեր ուղդերունքով, այսինքն ուղդի վրա չէին նստեցներ քերիներուն։ Եվ 3-4 շաբաթը շատ լավ արիթ էր Հովսեփ մտածելու ինչ եղավ։ Ինչպես հոս հասավ։ Հիմա շատ բնական է, որ Հովսեփ ըլլար դարն ադելությունով լեցված չղային այս անարդարության ըսկար ինքը զոհն է չարության անարդարության եւ եղբայրները հայրը քովը չեն, որում պիտի ըմփոստանա Աստծո գրնար փրունցքը վերցնել անիձեր Աստծո։ Բայց Հովսեփ ուրիշ որոշում ունավ։ Ուրիշ մոդեցում ցուցաբերեց։ Որոշեց վստահիլ Աստծո։ Ընդունել իրականությունը ինչ որ գա։ Aranz մտածելու լավ է վատ է, I say this is the reality, just accept the reality. Եվ գդրել իր ընտանիքի ժառանգած սերունդներու the cycle of dysfunction. Շրջապուլ cycle-ը շրջապուլ է հայերեն։ Նախանցի վրեժ խնդրության ադելության այս cycle-ը շրջապուլը գդրել որոշեց։ Եվ այս ճամփորդությունը Հովսեփի համար անդրադարձային էր, շրջադարձային էր, turning point։ Այս շփացած տղան, որ այս խախտված ընտանիքներու բդուղն էր, արդյունքն էր, որոշած էր, վճռած էր, որ վեճ պիտի դա աս ընտանեկան աս խայդարագության։ Եվ Եգիպտոսի մեջ Հովսեփին գծախեն Փոթիֆար անունով մարդումը, Փոթիֆարը մեծահարուստ էր եւ Փարավոնին բալադին բահակներու պատասխանատու։ Եվ խոշոր դուն ուներ եւ շատ ծառաներ։ Եվ Հովսեփ այդ ծառաները մեկը գլա, եւ որովհետեւ Հովսեփ փոխված մարդ է եւ ասված հետն է, Հովսեփ շատ լավ աշխատի։ Բոլոր ընելիք գործերը գնե եւ լավակույնը գնե։ Եվ Փոթիֆարին աչքին գզարնե։ Փոթիֆար զինքը ընդհանուր պատասխանատու գդարձնե իր ամբողջ տան տնտեսության։ Բարձր պաշտոն։ Իրեն գանցնե ամեն բան։ Հովսեփ քիչ մը կշնչե հույս կունենա լույս մը գծակի։ Բայց արջևը խնդիր մը գա։ Փոթիֆարին գինը գնգադե Հովսեփին երդասարդ բոյով բոսով քեղեցիկ տղա գուզե հետ հարաբերություն ունենալ։ Հովսեփ պարգեշտ է, որոշած է Աստծո հնազանդ պիտի ըլլա եւ գմերժե։ Փոթիֆարին գինը գչղայնանա Հովսեփին գմեղացե, որ Հովսեփը իրեն գփորձե որ բռնապարել։ Փոթիֆար իր գնոջը գվստահի գհավադա Հովսեփին բանդը գտնե։ Բարձացավ իդ անգում հուսախապություն։ Բանդի մեջ Հովսեփ երազներ կմեկնաբանե եւ որոշած է Հովսեփ հավատարիմ մնալ Աստծո եւ այդպես ալ գնե։ Բանդի մեջ երազներ կմեկնաբանե Օրմը Փարավոն երազմը գտեսնե, մարդ չի գնար մեկնաբանել, կգանչեն Հովսեփը, Հովսեփ կմեկնաբանե երազը։ Փարավոնին աչքը կմտնի Աստծուն իմաստություն, ասանք իմաստուն դաուր դեղեն։ Եվ Փարավոնը Հովսեփին կնշանակե իր վարչապետը, ամեն բան իրեն կանցնե երկրի մեջ, դու պիտի ղեկավարես ամեն բան։ Հա Այս շփացած դրան, որ քերուտյան ծախված էր, հիմա գտարնա վարչապետ։ Եվ
անհավատալի ճամփորդություն մներ, սակայն Հովսեփին դժվարությունները չեն վերջանար։ Հովսեփի ամենամեծ մարտահրավերը դակավին իր արջերն է պիտի կա։ Եվ ադորամար գտարնանք մեր 4-րդ կետին, 3-րդ կետին։ Հովսեփի բարիացակամ բարեհաճ ներումը, Joseph's gracious forgiveness։ Հովսեփի ամենամեծ մարտահրավերը գուկա տարիներ հետո։ Երբ որ 7 տարի արադություն գերագուր կհավաքեն գուտակեն, վերջը ինչպես որ կանխատեսված էր սով, անցև չիգա գերագուր չաջիր։ Եվ Հակոբ իր եղած դերի մեջ, իր 11 տղաներով և 2 գիներով, ինչ որ ուտելիք ունին, գուտեն գսպարեն գվերջանա։ Հակոբ կլսե, որ Եգիպտոս մեջ գերագուր գա, 10 տղաներում գղրգե, Փենիամինը քովը գբահե։ Կսեքացեք, գերագուր կնեցեք պերեգստեղ, եթե որ անոթություն է պիտի մերնինք։ Տղաները գերտան, զիրենք կդանին վարչապետին արջև, կմտնեն վարչապետին գրասենյակը, Հովսեփ անմիջապես եղբայրներուն գճանչնա, եղբայրները քաղաքապարչունին ով է թիմացնին։ Եգիպտական հակած է, եգիպտարեն գխոսի թարգմաննչի միջոցով։ Ինչ պիտի ենեի ես, եթե լայ Հովսեփին տեղը։ Շատ հավանաբար, պիտի սեի, ահա, ասիկա ոսկերեն արիտս է վրեժս լուծելու։ Աս եղբայրներս ինձ ծախեցին, հիմա պիտի տեսնեն, որուն հետ է կործերնին, զիրենք պանդ կտնեի, գչարչարեի, մուխերնին գմարեի։ Բայց ադիկա ես եմ, Հովսեփ ուրիշ որոշում օրավ։ Ինչ հրավ Հովսեփ։ Առաջ կփորձե իր եղբայրներուն գնայի, որ եղբայրները թեր նույնն են կամ փոխված են, և գտեսնա, որ եղբայրները փոխված են, և Փենիամինին հանդեպ սերունին չեն ադերգոր։ Եվ ուրեմն արդյունքներով ինքսինք է գահայտնե եղբայրներուն։ Հովսեփ ըսավ իր եղբայրներուն, ես Հովսեփն եմ, իմ հայրս դակավին ողջ է։ Եղբայրները գծնցվին չեն հավատար։ Եվ անմիջապես գսարսափին, գհիշեն ինչ ըրած են իրենք Հովսեփին և աս մարդը, որ իրենք ծախեցին, աշխապ տարիներ առաջ, հիմա արջևնինն է, վարչապետ է, ուզածը գրնա անել իրենց։ Երևակայեցեք Սերիզի հարազատ ընտանիքի անդամ ցեզ գխապե ցեզի ինգած ժառանգությունը ցեր ցերքեն գարնե գխլե խապեությամբ եւ դուք կմնաք աղքատ թշպախտ երկար դարիներ եւ երկար դարիներ հետո ցեր այս հարազատը որ ցեզ խապեց ցեզ մեծ նեղության մեջ ցկեց հիմա հիվանդ դգար և միայն թունգաս իրեն օգնելու։ Ինչ կնես։ Հովսեփ այս վիճակի մեջն էր։ Հովսեփ բարեհաճ կգտնվի և կներե իր եղբայրներուն։ Բայց առաջին բանը որ գնե, իր եղբայրներուն կհանգստացնե։ Ուստի զիս հոս ծախելնուտ համար մի վշտանակ, կսե մի ներվի որ ինձի ծախեցիք։ Ու ցեզի ձանր չերևնա, վասնզի ասված գրգեց զիս ցեր աչևեն գյանք պահելու համար։ Մի ներվի կսե որ ինձի ծախեցիք, ասվածը լավադիգա, ցեր վրա մի արնեք։ Վերջը աստուծո դեսագետը գուդա, աս բոլոր եղածներուն։ Ասված զիս ցեր աչևեն գրգեց, որբեսի եգրի վրա ցեզի սերունդ պահե և մեզ ազատությունով ցեզ ապրեցնե։ Ասված աս ամենը ծրագրեց, որբեսի ցեր սերունդը ողջ մնա և դուք ապրիք։ Արդ զիս հոս գրգով դուք չեք,
հաբա Աստված ուզիս փարավոնին հայր ու իր բոլոր դանը դեր ու Եգիպտոսին իշխան ըրավ։ Դարներ հետո, երբ որ Հակոբ կմերնի, եղբայրներ գվախնան, հիմա բաբան մերավ, հիմա արիտ կփնդրեր որ կսպասեր որ այսօրվան որպեսի վճար ժուզե, գվազեն եղբորը արջև, Հովսեփի արջև, գխոնարին արջևը, իրենց ձարա քերի գնեն իրեն և Հովսեփ թարցյալ գարդահայտ է իր ներելը։ Մի վախտակ, միթե ես Աստուծո դեղն եմ, գսե Հովսեփ, և թեպետ դուք ինձի դեմ չարություն խորեցաք, բայց Աստված ձայն աղեգի դարձնել խորեցավ։ Այնպես որ այս օրվան եղածին պես շատ ժողովուրդ ապրեցնե։ Հիմա մի վախնակ, ես ցեզ ու ցեր ընտանիքները պիտի գերակրեմ։ Մի քանի բաներ կնկատենք Հովսեփի այս իր եղբայրներու հետ իր խոսակցության մեջ։ Առաջին Հովսեփը գիտակցի եւ գարդահայտե եղբայրներուն ըրած չարությունը, downplay չներ, թեթևի չտանիր, փամը չեր, սխալ մներ իմ բզի, no, իրենց կսե շատ հստակ, դուք չարություն մտածեցիք ինձի հանդեպ, ինձի ծախեցիք, ինձի սարսափելի ցավ պատճառեցիք։ Այսինքն չուրանար Հովսեփ, բացեի բաց կսե։ Բայց Հովսեփ իր ցավ եւ դարաբանք գտիդե Աստուծո ակնոցով։ Գտեսնե Աստուծո ցերքը իրեն հետ եւ իր վրա եղած բոլոր բաներում մեջ Աստուծո մատը գտեսնե։ Եվ Հովսեփ գնախնդրե ողորմածություն, compassion over revenge։ Գնախնդրե ողորմածություն ցուցաբերել, քան թե ողերմություն։ Փոխանակ իրենց վախցնել, իրենց կհանգստացնե։ Փոխանակ իրենց պատճե, իրենց կխոստանա, իրենց հոգ տանի։ Հիմա ամենը կարևոր հարցին կուզեմ գալ։ Պահմը մտածենք, լուրջ մտածենք։ Ասիկա մարդ կային չէ։ Հովսեփ ինչպես կսնաս, տեսակ դաշանություն, չարություն ներել։ Չեմ գիրեր մեզ մեր ով պիտի կարենար այդպիսի բան ներում դալ։ Ինչպես կրծավ Հովսեփ ներել, հարցումը այս է, որուն պատասխանը գուզեմ, որ հետերնի ստանին։ Գուզեմ ուշադրությամբ լսեք և մտածեք այս մասին։ Հովսեփ իր դարաբանքը գտիդե ոչ թե մարդկային ակնոցով, հաբա Աստուծո ակնոցով։ Ինքը գտեսնե Աստուծո ցերքը այս բոլորի մեջ եւ կհավատա, որ Աստված ամենագալ է եւ Աստված ավելի մեծ է, քան իր եղբայրներու չարությունը։ Գտեսնա, որ ինքը Աստուծո պաշտպանություն ունի, որը շատ ավելի զորավոր է, քան եղբայրներն օրածը։ Գտեսնե Աստուծո ցերքը նպատակը, որ շատ ավելի բարձր է, քան իր դարաբանքը։ Գտեսնե Աստուծո շնորհքը, որ շատ ավելի մեծ է, քան իր փափակը վրեժ լուծելու։ Ադոր համար է, որ գրնա ասել, եւ թեպետ դուք ինձի թեմ չարություն խորեցաք, բայց Աստված զայն աղեգի դարձնել խորեցավ։ Հովսեփ իր եղբայրներուն գնայի եւ իր ծախվելուն գնայի եւ իր բոլոր դարաբյալ դժվարություններուն գնայի Աստծո տեսակետով, Աստծո տեսակետեն Աստծո ակնոցով։ Ինքը գտեսնա, որ Աստված այս բոլորը որպես ամենագալ, այս բոլորը իր մտքի մեջ, իր կամքով, իր համացայնությամբ եղավ եւ Աստված այս ամենը գրծավ բարի կործագիցնել։ Եվ այս ամենում մեջ Հովսեփ ոչ թե եղբայրներուն ցերքը տեսավ, Աստծո ցերքը տեսավ։ Հիմա տեսանք Հովսեփի ընտանիքի բարական, տեսանք իր սարսափելի ցավը Եգիպտոսի մեջ, ցավոտ փորձառությունը, իր ներողամտությունը,
հարցում այսօր Հովսեփ մեծի ինչ ունի ասելու։ Ինչ կսե մեծի Հովսեփը։ Մենք քրեթե բոլորս, եթե ոչ ամենքս, շատերս այստեղ ունեցած ենք փորձառությունը, որ մեկը մեզ թավաճանած է, վիրավորած է, շատ հուսախաբերած է եւ շատ հաճախ մեզի հարազատ մարդ։ Ամենամեծ ցավը հարվածը հարազատներին գուկա, որոնց մեջ չեսագնգալ էր։ Սակայն Հովսեփի կյանքը մեզի այսօր 4 բաներ կսորվեցնի, կուզեմ ուշադրությամբ լսենք։ Փարիացական ներողամտությունը, ներելը, gracious forgiveness does not deny evil. Փարիացական ներողամտությունը չուրանար եղած չարությունը, չի թեթևցներ եղած չարության ծանրությունը։ Փարիացական ներողամտությունը մեզ կազատագրե, sets us free, որովհետև թարմությունը, ադելությունը, վրեժխնդրությունը, սերունդ է սերունդ, գթունավորեն, մեր ուրախությունը գարնեն, սակայն ներելով Հովսեփ իր ընտանիքին, իր կյանքի մեջ փերավ ուրախություն, գրծավ շատ ավելի լավ հարաբերություններ ունենալ իր եղբայրներուն հետ, քան թե ծախվել են առաջ։ Իր զավակները, իր զարմիկները, քազնները կդան եւ ուրախացան։ Gracious forgiveness is not weakness, it is strength. Ներողամտությունը դգարություն չէ, հապազորություն է։ Շատ ավելի քաչություն գուզե որ ներես, քան թե վրեժ լուծես։ Ներելը թյուրմփան չէ, միայն զորավորը գրնա ներել։ Եվ վերջին կարևոր հակույն թասը ներողամտությունը գաջի մեր Աստծո հանդեպ ունեցած հավատքեն, հավատքեն Աստուծո ամենագալ ըլլալեն։ Սակայն այս բոլորի մեջ Հովսեփ մեզի կցուցաբեր է շատ ավելի մեծ մեկի իր մե։ Հովսեփի նման Հիսուսալ թավաճանված էր, լքված էր, անարգված էր, մարդոց մե, որոնք իրեն ամենամոդիկն էին, մատնված էր իրեն ամենամոդիկ մարդոց մե մեկեն։ Եվ մեղադրված, անմեղ մարդը մեղադրված և խաչը բարձրացած։ Եվ սակայն Հիսուս գրծավ խաչին վրա ասել ներե իրենց, վասնզի չեն գիտեր ինչ կնեն։ Եվ Հիսուս իր խաչին և մահարության միջոցով մեզի տվավ կարողությունը, հնարավորությունը ներելու, ներվելու և ներելու։ Թող Աստված մեզի շնորհ կտա, որ կյանքը, մեր ամբողջ կյանքը դիտենք Աստծո տեսակետեն եւ ոչ թե մեր մարդկային տեսակետեն։ Աստված բոլորը շատ օրհնի։